Ողջույն բոլոր ընկերներ եւ բարի գալուստ իմ նոր դասընթացների շարքին նվիրված Primavera P6 կամ Primavera P6 ծրագրին, որը նախատեսված է շինարարական նախագծերը կառավարելու համար։ Եթե դուք ծանոթ եք Microsoft Project ծրագրին կամ օգտագործում եք ուրիշ տեսակի project management-ի կամ շինարարական նախագծերը կառավարելու համար ինչ-որ ծրագիր, ապա P6-ը կարելի է ասել ամենահայտնի եւ ամենատարածված ծրագրերից մեկն է, որը օգտագործվում է բոլոր միջին եւ մեծ շինարարությունների մեջ, եւ ամենատարածվածն է հենց Եվրոպայում, Ամերիկայում եւ անգամ ասիական որոշ պետություններում։ Սրա հետ կարելի է համեմատել օրինակ Microsoft Project-ը որպես երկրորդ ամենատարածված ծրագիրը, որը կարող եք նորից օգտագործել ցանկացած տեսակի մենեջմենթի եւ շինարարական նախագծերը կառավարելու մեջ։ Մենք ունենանք առանձին դասընթացներ հենց project-ի մասին, բայց այս դասընթացների շարքը հենց նախատեսված է լինելու հասկանալ, թե ինչպես կարելի է օգտագործել Primavera P6-ը հենց շինարարության մեջ, ինչպես կարելի է օգտագործել բոլոր այն հիմնական ֆունկցիաները, որոնք գոյություն ունեն, եւ իհարկե կունենանք դասընթացների շարք, որի ընթացքում մենք ինքներս կփորձենք ստեղծել կամ նախագծել 20 հարկանի երկնաքերի կամ բնակելի համալիրի նախագիծ։ Այս դասընթացը լինելու է ծանոթություն, եկեք հասկանանք, թե ինչ բաժիններից է նախատեսված կամ կազմված P6-ը, եւ արդեն մյուս դասընթացին մենք կսովորենք, թե ինչպես ստեղծել նախագծեր, առաջադրանքներ եւ այլն։ Եվ որ դուք առաջի անգամ բացեք ծրագիրը, դուք կտեսնեք այսպիսի ինչ-որ մի հատ view կամ պատուհան, որը կոչվելու է project։ Այստեղ դուք կտեսնեք բոլոր այն օրինակները նախագծերի, որը տրամադրում է Primavera P6-ը, որպեսզի դուք ինքներդ սովորեք, թե ինչպես է ծրագիրը աշխատում։ Այստեղ ձախ հատվածում, այս ձախ պատուհանում մենք կտեսնենք մեր enterprise կամ portfolio-ները, որի մեջ արդեն դուք կտեսնեք բոլոր այս տարբեր նախագծերը, որոնք դուք կարող եք օգտագործել։ Այսինքն, առաջի հայացքից պետք է հասկանալ, որ P6-ը բաղկացած է portfolio-ներից կամ enterprise, ինչպես դա կոչվում է P6-ում, եւ արդեն ամեն portfolio-ի մեջ դուք կարող եք ստեղծել ինչքան քանակի նախագիծ ձեզ անհրաժեշտ է։ Եվ անգամ portfolio-ների քանակը կարող է անսահմանափակ լինել։ Այս հատվածում սա կոչվում է timeline view։ Այստեղ կարող ենք տեսնել, թե կոնկրետ նախագիծը երբ է սկսվում եւ երբ է ավարտվում, եւ եթե դուք ունեք ընթացիկ նախագծեր, դուք միանգամից կարող եք տեսնել, թե օրինակ այս երկրորդ նախագիծը արդեն կատարված է 50%-ով։ Այսինքն այս տեսքը ձեզ տալիս է ընդհանուր view, թե ինչ է կատարվում ձեր պորտֆոլիոյի հետ եւ ձեր բոլոր նախագծերի հետ։ Հիմա եկեք բացենք նախագծերից մեկը եւ հասկանանք ինչ կարելի է անել հենց նախագծում։ Եթե մենք վերցնենք այս առաջինը, անենք աջ կլիկ եւ open project, կտեսնենք շատ նման տեսք, բայց մենք արդեն գտնվում ենք նախագծի մեջ։ Եվ այստեղ վերևում դուք տեսնեք, որ հիմա մենք ունենք նոր բաժին, որը կոչվում է activities, թարգմանված առաջադրանքներ։ Այսինքն ամեն նախագծում մենք կտեսնենք խմբավորումները կամ WBS, ինչպես կոչվում է դա P6-ում, եւ առաջադրանքները ամեն խմբավորման տակ։ Հիմա եթե սա մենք օրինակ մեծացնենք, activity name-ը, որը առաջադրանքի անունն է, մենք կտեսնենք, որ այստեղ օրինակ ունենք design building edition կամ ունենք assemble technical data եւ այլն։ Այսինքն ամեն առաջադրանք ունենալու է իր անունը, ունենալու է իր ID-ն, իր ժամանակը, թե քանի օր, քանի աշխատանքային օր հետևում կատարելու կամ ավարտելու հստակ առաջադրանքը եւ նաեւ ինչ ռեսուրսներ են հարկավոր այդ առաջադրանքը ավարտելու համար։ Հիմա եթե մենք վերցնենք օրինակ այս excavation-ը, տեսնենք եթե կան ինչ-որ ռեսուրսներ, ներքևի հատվածում այս detail կամ detail relationship կամ կարող եք ուղղակի իրան անվանել details, այստեղ դուք կտեսնեք ունենք general status, մեզ հետաքրքրում է resources, մեր ռեսուրսները, եւ մենք կարող ենք տեսնել, որ excavation-ի համար մենք ունենք երկու տարբեր ռեսուրսներ նշանակված, մենք կարող ենք տեսնել նրա ID-ն եւ անունը, տեսեք, եթե բարձրացնենք կամ մեծացնենք, կտեսնենք մենք ունենք այստեղ excavator, մենք կարող ենք տեսնել ռեսուրսի տեսակը, որ սա մարդ է, այլ ոչ թե կամ նյութ կամ ինչ-որ գործիք, եւ ինչքան ժամանակ է պահանջվում, ինչքան է ընդհանուր budgeted units-ը, այսինքն որքան աշխատաժամանակ է անհրաժեշտ, որպեսզի կոնկրետ այս մարդը աշխատի այս առաջադրանքի վրա, եւ այդպիսի տարբեր տեսակի դետալներ։ Եվ ընդհանուր նորից ձախ հատվածում մենք տեսնում ենք մեր առաջադրանքների ցանկը,
Աջ հատվածում մենք տեսնում ենք timeline-ը, այդ ժամանակացույցը, ներքևում մենք տեսնում ենք ավելի ինչ-որ դետալներ կապված ամեն առաջադրանքի հետ։ Հիմա այստեղ օրինակ մենք կարող ենք ընդլայնել այս հատվածը, բարձրանալ ամենավերևը եւ տեսնենք այս խմբավորման վրա, տեսնենք մենք ունենք start եւ finish։ Այսինքն սա ցույց է տալիս, թե երբ ենք մենք ընդհանուր սկսում մեր նախագիծը եւ երբ ենք մենք ընդհանուր ավարտում մեր նախագիծը։ Եվ այստեղ օրինակ տեսնենք ունենք schedule complete, սա նշանակում է, թե քանի տոկոսով է ընդհանուր մեր նախագիծը ավարտված։ Այս նախագիծը հիմա ավարտված է 16.6%-ով։ Սա կարելի ասել ինչ-որ ծանոթություն, introduction այս ծրագրին։ Մենք կարող ենք նաև տեսնել, թե ինչպես են ռեսուրսները ստեղծվում կամ ոչ թե ստեղծվում, այլ ինչպիսի տեսք ունեն ռեսուրսները։ Դրա համար մենք գնում ենք տեսեք այս մարդուկը ձախ հատվածի վրա, որը կոչվում է resources, մենք գալիս ենք այստեղ, մենք ունենք եւս մեկ նոր բաժին եւ կարող ենք տեսնել այն բոլոր ռեսուրսները, որոնք օգտագործվում են կոնկրետ այս նախագծի մեջ։ Բնականաբար մենք սովորենք, թե ինչպես ստեղծել նորերը, ինչպես կառավարել նրանց, փոփոխել տարբեր ֆունկցիաներ, որոնք թույլ կտան ձեզ կառավարել ձեր շինարարական նախագիծը։ Հիմա ինչու՞մն է սրա օգտակարությունը, ինչի օգտագործել P6, ինչի օգտագործել Microsoft Project, այլ ոչ թե Excel շինարարական նախագծերը կառավարելու համար։ Բնականաբար առաջի եւ ամենապարզ պատասխանը դա Excel-ը նախատեսված չի project management-ի համար, իսկ կան ծրագրեր նույն P6-ի, Microsoft Project-ի եւ այլ ծրագրեր, որոնք հենց նախատեսված են project management-ի համար։ Այս ծրագրերը տալիս են ֆունկցիաներ, որոնց օգնությամբ դուք կարող եք ավելի հեշտ կառավարել եւ հետեւել, թե ինչպես է ձեր շինարարությունը ընթանում։ Անկամ այն փաստը, որ դուք կարող եք ստեղծել այս առաջադրանքները, տալ նրանց ժամանակ, նրանց կապել մեկը մյուսի հետ, որպեսզի պարզ լինի, թե որ առաջադրանքը որից հետո պետք է սկսի, արդյոք այս առաջադրանքը հիմա 100% ավարտված է, թե մենք ունենք առաջադրանք, որը 50%-ով է ավարտված։ Ինչ է կատարվում, երբ որ դուք ունենում եք ինչ-որ իրադարձություններ շինհրապարակում, որի պատճառով ձեր շինարարությունը ձգձգվում է, այսինքն այդ ամբողջ ինֆորմացիան, այդ ամբողջ դեպքերը կարելի է դնել ծրագրի մեջ եւ ծրագիրը կփորձի ձեզ ցույց տալ, թե կոնկրետ ինչ-որ իրադարձություն ինչպիսի ազդեցություն կունենա ձեր նախագծի ավարտի վրա։ Սա օգնում է ձեզ կառավարել ձեր բյուջեն, կառավարել ձեր ռեսուրսները, հասկանալու համար, թե քանի հոգի է անհրաժեշտ, որպեսզի դուք ավարտեք նախագիծը ճիշտ ժամանակին, կամ ինչ կլինի, եթե դուք օրինակ իջացնեք մարտականակը 20-ից 10-ը, ինչպիսի ազդեցություն կունենա դա ձեր նախագծի վրա։ Այսինքն սա ծրագիր է հենց նախատեսված project management-ի համար եւ ամենաընդլայնված օգտագործումը կատարվում է հենց շին նախագծերի վրա։ Այնպես որ եթե դուք հետաքրքրված եք P6-ը սովորելով կամ սովորելով թե ինչպես են միջին եւ մեծ նախագծերի հաշվարկները կազմվում, ժամանակացույցները կազմվում, ապա անպայման հետևեք իմ YouTube-յան ալիքին, եթե դուք ունեք ինչ-որ հարցեր հենց P6-ի հետ կապված կամ Microsoft Project-ի հետ կապված, անպայման գրեք իմ LinkedIn-յան, Facebook-յան կամ YouTube-յան էջերին, եւ եթե հետաքրքրված եք խմբային կամ անհատական դասընթացներով, նույնպես գրեք իմ էջերին եւ ես մեծ հաճույքով ձեզ կօգնեմ։ Կիսվեք ձեր ընկերների հետ, մինչ հաջորդ հանդիպում։